Միանտապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև, շնորհակալ եմ։ Տիկին Ադամյան, ադրբեջանական բենզինը Հայաստանի շուկայում դեռ քննարկման թեմա է, ընդ որում քննարկում են տարբեր դիտարկություններից, տարբեր գնահատականների է արժանանում այդ հանգամանքը։ Երեք լրագրողները հարց ուղղեցին վարչապետին, արդյոք Հայաստանն էլ ինչ-որ բան կարտահանի Ադրբեջան, եւ նա հույս է հայտնել, որ Հայաստանն էլ ինչ-որ մթերքներ կարտահանի, բայց չի մանրամասնել կոնկրետ ինչ։ Հիմա դուք ինչ տպավորություն ունեք, արդյոք մեր այդ հույսերը կարդարանան արտահանման, եթե այո, ապա ինչ կարող ենք մենք արտահանել Բաքու։ Ես զարմանում եմ, որ ադրբեջանական բենզինի հայկական շուկայում հայտնվել այդքան ազգայնական պորտկումներ առաջացրեց, որովհետև եթե մենք խնդիրը դնում ենք, որ ադրբեջանական բենզին Հայաստան բերելով, չգիտես ինչու, զինում ենք Ադրբեջանի բանակին, բա մենք ռուսական բանակին այսքան տարի ինչու ենք զինել։ Մենք ինչու ենք այսքան տարի ռուսական պետ բյուջեն հարստացրել։ Որովհետև մեր դաշնակիցն է Տիկին Ադամյան։ Իսկ այդ դաշնակիցը գիտեր, որ ինքը մեր դաշնակիցն է։ Այդ դաշնակցի ամենայն դեպս թե կնքած համաձայնագրերը, թե գործողությունները վկայում էին, որ ինքը Ադրբեջանի դաշնակիցն է։ Այդ կրկնակի բազմակի ու անհարկի ստանդարտներ չկիրառենք։ Ինչ վերաբերում է ադրբեջանական բենզինին։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ պատասխան է տվել, իր պատասխանին կարող եմ հավելել, որ ինչպես հայ քաղաքական ասպարեզում են այդ խնդիրները քննարկվում են նաև ադրբեջանական քաղաքական ասպարեզում։ Եվ ադրբեջանցի հիմա անկեղծ ասած չեմ կարող ստոյկ անունը ասել, մոռացել եմ, բավականին բարձրաստիճան պաշտոնյա թվարկել էր այն ապրանքների ցանկը, որոնք կարող են Հայաստանից Ադրբեջան ներկրվել ու կանգերարել կոնյակի ու ծխախոտի վրա։ Թվարկել էր նաև պարենային ապրանքներ։ Այնպես որ երկու հասարակություններում էլ համարյա թե հավասար քննարկումներ են գնում։ Եվ առևտրի հնարավորությունը Եվ առևտրի հնարավորություններով, եւ ես կարծում եմ, որ ի վերջո շատ ավելի ռեալ է բանակցությունները արդյունքներ կտան այն պարագայում, երբ մեջտեղից դուրս բերվի Վրաստանը եւ ադրբեջանական ապրանքները կա Հայաստան կամ հայկական ապրանքները Ադրբեջան մտնեն ուղիղ սահմանից, այսինքն այդ սահմանը բացվի, որովհետև եթե դուք հիշում եք, բավականին շատ քննարկվեց նաև այն հարցը, որ Վրաստանի տարածքով ադրբեջանական բենզինի ներկրումը Հայաստան կարող է եկամտաբեր չլինել, որովհետև վրացական կողմը բավականին բարձր գին է պահանջում տարանցման համար։ Իսկ եթե հանում ես այդ հատվածը։ Տիկին Ադամյան, ինչպես արդեն նշեցի, տարբեր գնահատականներ հնչեցին այդ հանգամանքի փաստի հետ կապված, ասում են Ալիևյան ռեժիմը պատահական չգնաց այս գործարքին, այս հնարավորությունը պատահական չբացեց, նրա խնդիրն է ամեն կերպ նպաստել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, որպեսզի ընտրություններից հետո ստանա մնացած պահանջները բավարարվեն, ստանա այն ամենը, ինչը շարունակում է ցանկանալ եւ պնդել։ Հիմա այստեղ ռացիոնալություն կա, դուք եւս կկիսեք այդ կարծիքը, որ ինչ որ առումով փորձում են նպաստել նաեւ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Հին նույն փիլիսոփաները ձեզ հետ չէին համաձայնվի, աշխարհում պատահականություններ չեն լինում, բայց կյանքում երբևէ չեմ կիսի եւ կյանքում երբևէ չեմ ընդունի բոլոր այն թեզերը, որոնք բխում են Կրեմլի վկաների հիբրիդային պատերազմի շրջանակում տարածվող անհետեցություններից։ Ուրիշ պատասխան չունեմ։ Ինչքան կարելի է տուրք տալ абսուրդին։ Լավ, հասկացանք, ծառայում եք։ Ծառայեք։ Ծառայեք չխանգարենք։ Մեզ հանգիստ թողեք։
Ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի այցը, մասնակցությունը այդ ԵԱՏՄ գագաթնաժողովին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին, երեք օրինակ կարծիք հնչեց իմ տաղավարում, որ Փաշինյանը ակնկալում էր, որ Ալիևը եւս կմասնակցի, Ալիևը վերջին պահին է չեղարկել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը այնտեղ էր, որպեսզի նաեւ հանդիպում լիներ, ընդ որում ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ նախատեսվում էր առանձին հանդիպումներ Պուտինի, Ալիևի Դա եւ Պիսկովներ Փաշինյանի ասել, դա Պիսկովներ ասել, ճիշտ ասած չգիտեմ ով է եղել երեք եւ հասկանանք տաղավարում, ինչու բայց Ալիևը չմասնակցեց, քաղաքական ենթատեքստը որն է։ բնականաբար Ալիևը հավաքում է իր քաղաքական դիվիդենդները, պաշտոնապես չմասնակցեց խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով, դե ֆակտո նրա ալիբին թուրքերն էին, Թուրքիան էր, որովհետև այդ ընթացքում հանդիպես թուրք շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց սա դնենք հարցի մի կողմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի շփվել Իլհամ Ալիևի հետ կամ ինչ-որ հարց Իլհամ Ալիևի հետ քննարկել, ձեր հյուրին երեկվա, կրկնում եմ, չգիտեմ ով է, կամ ընդհանրապես բոլոր նման տեսակետ հայտնողներին տեղեկացրեք, իրազեկեք, որ հետ այսու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ռուսական կողմը, Ռուսաստանը իբրև միջնորդ հանդես չի գալիս։ Եվ հենց դա է նպաստում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխություններին։ Բեսօր Նիկոլ Փաշինյանը կգնար Սանկտ Պետերբուրգ, չէր գնա Սանկտ Պետերբուրգ, բացարձակապես դա կապ չունի Իլհամ Ալիևի հետ։ Սա հարցի մի կողմ, երկրորդ ինչու գնաց։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ ընդհանրապես արարողակարգային, աստիճանակարգային այդ, ինչ ասեմ, պարտադրանքներին Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն հետևի։ Եթե վարչապետների հավաք է լինում, հետ խորհրդային տարածքի որևէ պետությունում, եթե վարչապետների հավաք է լինում, այնտեղ պետք է մասնակցի Հայաստանի Հանրապետության փոխ վարչապետներից որևէ մեկը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ի տարբերություն բոլոր այդ հետ խորհրդային տարածքի պետությունների նախագահական կառավարում չունի, ունի խորհրդարանական կառավարում եւ վարչապետը Հայաստանի Հանրապետությունում առաջին դեմք է։ Այսինքն աշճանակարգով Հայաստանի Հանրապետությունում այլ երկրների վարչապետները համընկնում փոխ վարչապետերի հետ, որտեղ մեր վարչապետը կարող է գործակցել, պետք է հարաբերվի միայն նախագահների հետ։ Սա ըստ արարողակարգի։ Իսկ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Սանկտ Պետերբուրգ լուծելու մեկ գլխավոր հարց։ Ռուսական կոնցեսիոն կառավարումից հայկական երկաթուղին դուրս բերելու։ Կստացվի, չի ստացվի, ժամանակը ցույց կտա։ Բայց հենց ձեզ այդ հարցազրույցներում ես բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ եւ ասել եմ, որ մինչեւ 2028-ը կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցը շատ արագ պետք է լուծել եւ կան համաձայնագիրը վերանայելու բավականին ռեալ պատճառներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնցեսիոն կառավարման պայմանները ռուսական կողմը չի կատարել, հաշվի առնելով կոռուպցիոն բավականաչափ հայտնի գործարքները, որոնք կոծկելու նպատակով ժամանակին անգամ ՌԴ արտաքին գործերի նախարարը շատ արագ եկավ Երևան, բազում պատճառներ հաշվի առնելով եւ իհարկե հիմա հաշվի առնելով նաեւ տրիպը։ Հաշվի առնելով նաև, ասենք, Կալուգինի, հաշվի առնելով նաև տարբեր օվերչուկների հայտարարությունները առայն երկաթուղին մերն այդ որն է, ոնց է ձերը, եթե ձեզ հանձնված է X ժամանակով եւ մեր տարածքում։ Հիմա ուզում են ասեն Հայաստանի Հանրապետության տարածքը իրենցն է։ Աբսուրդի ժանրից չի։ Կամ ինչ է նշանակում սահմանին կանգնած են ռուս սահմանապահները։ Այս վարդնոցում էլ էին կանգնած։ Վաղը չեն կանգնելու, վերջ, հարցը փակված է։ Թրիփի հետ կապված գիտեք, որ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ սպասվում է Բարսաշճան պաշտոնյայի թրիփի հիմնարկեք են ակնկալում, որ կլինի փետրվարին։ Մենք ինչ ակնկալենք, այսինքն կարող է այդ երկաթուղու հարցը լուծվի մինչև թրիփը։ Մինչև այդ հնարավոր հիմնարկեքը եւ փոխնախագահի այցը ժամանակներից եկեք իսկապես այս պարագայում առաջ չընկնենք, որովհետեւ շատ հստակ է, որ համաձայնագիրը կատարվում է,
շատ հստակ է, որ արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, շատ հստակ է նաև ամենայն դեպս այդ մասին ինֆորմացիան կա, որ իրավական կարգավորումների առանձին հանձնախումբ է գործում Լոնդոնում, եւ այս ամեն ինչը այլևս անդառնալի այն առումով, որ ով կուզի խանգարի, ով կուզի հիբրիդային պատերազմի շրջանակներում ինչ հայտարարություններ կանի, ով կուզի, որ տարածաշրջանը հավիտենական մնա այդ շրջափակման մեջ, որ տարածաշրջանում հավիտենական լինի ոչ պատերազմ, ոչ խաղաղության ստատուս քվոն, իր ազատությունը պահելու համար ունի 0 նշանակություն։ Տրիպը կառուցվելու է։ Դա կլինի խողովակաշար, կլինի երկաթուղային ճանապարհ, կլինեն մալուխներ, կլինի ավտոմոբիլային ճանապարհ։ Վաղուց արդեն պետք է մարդկանց գիտակցության մեջ մտցնել այն փաստը, որ տրիպը Լեռնային Ղարաբաղից հետո հայտնի իրադարձություններից հետո Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհ չի։ Այն, որ փորձում են Ադրբեջանում դեռ մինչև հիմա փորձում են իրենց ներսում ներշնչել, որ տրիպը դա է։ Ոչ, տրիպը մայրցամաքներ իրար միացնող ճանապարհ է։ Այն հայկական արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հիշում եք, առայն որ հայկական խաչմերուկի այն տարբերակն է, որը ներառում է ծովեր, մայրցամաքներ իրար կապելու հաղորդակցուղի, դա է տրիպը։ Եթե կուզեք իմանալ, այս պարագայում, այս պահին աշխարհաքաղաքական այս իրավիճակում, այս տուրբուլենտ աշխարհում տրիպը շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը, երբ կստորագրվի։ Իրանից վերջին արձագանքը տրիպի հետ կապված ձեզ համար հասկանալի է կամ ինչպես կմեկնաբանեք, ինչպես կբացատրեք, երբ որ հայտարարեցին, որ դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Հակված չեմ ընդհանրապես անդրադառնալ այդ թեմային ունենալով մի քանի հիմնավորումներ։ Նախ, Իրանի պաշտոնական տեսակետը արտահայտում է Իրանի արտաքին գործերի նախարարը եւ Իրանի նախագահը։ Դուք նրանցից լսել եք որևէ նման բան։ Նրանք ողջունել են տրիպը։ Նրանք ողջունել են եւ նրանք նույնիսկ ցանկություն են հայտնել իրենց հնարավոր մասնակցությունը ունենալ այդ ճանապարհին։ Բայց ահա հայտնում է Ալի Ակբար վիլայեթին եւ անում հայտարարություններ, որոնք առաջին անգամ չէին։ Նման հայտարարություններ վիլայեթին նախկինում էլ է արել։ Ինչն է խնդիրը։ Պարզապես խնդիրը այն է, որ թե Իրանը, թե Վրաստանը կորցնում են իրենց մենաշնորհային դիրքը։ Հետևաբար կորցնում են իրենց եկամուտները, հետևաբար կորցնում են իրենց լծակները, տնտեսությունը, լոգիստիկան, քաղաքական նպատակներով օգտագործելու հնարավորությունը։ Իսկ ընդհանրապես, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մտածում են իրենց ժողովրդի մասին, իրենց տնտեսության մասին, իրենց զարգացման որևէ փոքրիկ թեկուզ շանսի մասին, առաջին հերթին պետք է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ փոխեն իրենց խոսակցության լեզուն։ Հայաստանի Հանրապետության հետ փոխեն իրենց դիվանագիտական լեզուն։ Մեզ պետք չի պարբերաբար Իրանից լսել հայտարարություններ, թե իրենք թույլ չեն տա, չգիտեմ, երրորդ ուժի SN-ի հայտնությունը, թե իրենց կարմիր գծերի մասին։ Աստծո սիրուն, դա իրենց կարմիր գիծն է իրենց համար, ոչ թե մեզ համար։ Ես դա շեշտում եմ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում էլ քիչ չէին թե քաղաքական գործիչներ, թե հասարակական գործիչներ, որոնք այսպես ջատագովում էին, որ մեր միակ պաշտպանը տարածաշրջանում պատկերացնում եք Իրանն է։ Իրանը չլինի Սյունիքը կկորցնենք։ Շատ մեծ, ֆանտաստիկ մեծ չափազանցություն։ Իրանը Սյունիքի պաշտպան չի։ Իրանը ինքը իր պաշտպանն է։ Ինքը իր սահմանի, ինքը իր տարածքների պաշտպանն է։ Համենայն դեպս թե 2020-ի օրերին, թե 2020-ից հետո առ այսօր Իրանի քաղաքականությունը չի եղել, այն քաղաքականության մեջ չի եղել այնպիսի մի դրսևորում, որ մենք ասենք Իրանը պաշտպանեց Հայաստանի Հանրապետությանը։ Իրանը պաշտպանում է ինքը իրեն, բայց գործող իշխանությունը Իրանում
այս պահին չի պատկերացնում, չի կարողանում, չի ցանկանում իրենց ներքին գործն է, ես բացարձակապես որևէ մտադրություն չունեմ այդ քաղաքականության ախտորոշում տալ։ Իրենք այդպես են հարմարում, ընտրված իշխանությունն այդպես են գտնում ճիշտը, դա իրենց գործն է, բայց իրենք չեն մտածում իրենց երկրի զարգացման մասին։ Իրենք չեն մտածում իրենց ժողովրդի բարեկեցության մասին։ Եթե մտածեին, անverջ չէին կարճի պատժամիջոցների, իբրև պատժամիջոցների տակ գտնվող երկիր, անverջ չէին կարճի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանից, իրենց հեռանկարները չէին կապի Ռուսաստանի հետ, հնարավորը կանեին, որ այդ պատժամիջոցներից իրենք ձերբազատվեն ու երկիրը սկսի շնչել, երկրի տնտեսությունը սկսի շնչել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Իրանին Սյունիքի փրկիչ ներկայացնող այդ քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակները, երբ որ թրիփի հետ կապված հարց ենք ուղում եւ ասում ենք, որ ամեն դեպքում հիմնարկեքի արարողություն է կանխատեսում, որ կլինի եւ այդ ծրագիրը իրականություն կդառնա, որովհետեւ աշխատանքային խմբերը արդեն ձևավորվել են, հիշեցնում են երասխում այդ ամերիկյան ներդրումներով կառուցվելիք գործարանի պատմությունը, երբ Ադրբեջանը կրակեց եւ Հայաստանի իշխանությունը ըստ էության հիշեցրեք ինձ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա է եղել եւ Իրանը դա կանխել է։ Հիշեցրեք, խնդրում եմ։ Փաստ, մեկ փաստ։ Կոնկրետ։ Պատերազմի օրերին, պատերազմից հետո։ Մեկ փաստ ընդամենը։
Հիմա գործարանի այդ հիշատակումը, որ բերում են եւ շարքային հեռուստադիտողը, այո, իր մոտ կարող է իսկապես հավաստի Ես կարծում եմ, որ շարքային հեռուստադիտողը միջին վիճակագրական հայ ընդհանրապես բավականաչափ արդեն պետք է կոփված լինի քաղաքականության մեջ, առ այն, որ տարատեսակ հայտարարությունների հիմքում փորձի տեսնել այդ հայտարարություն անողի շահը, նպատակը ու խնդիրը։ Եվ այդ հայտարարության համապատասխանությունը իրականությանը, որովհետև բոլոր դեպքերում մեր ամեն ինչի չափանիշը մնում է կյանքը, մնում է իրականությունը, մնում է այն ամենը, ինչ արվում է։ Որն է այսօր իրականությունը։ Եկեք փորձենք հիմա համատեղ ամփոփել 20-25-ը, ինչ ունեցանք մենք եւ ինչ ենք ժառանգելու 20-26-ին։ 20-26-ը մեզ համար շատ ճակատագրական, շատ բախտորոշ, շատ կարևորագույն տարի է լինելու։ Եվ այս ընտրությունների առումով, միանշանակ ընտրությունների առումով, ընտրությունների նախապատրաստման, ընտրությունների նախապատրաստման ընթացքի առումով, որովհետև տեսեք, մենք անverջ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, եւ մենք չենք ֆիքսում այդ հիբրիդային պատերազմի ընթացքը հենց հիմա, կոնկրետ ինչ է արվում հենց հիմա։ Մենք խոսում ենք չաթբոտերի մասին, մենք խոսում ենք մատրոշկաների մասին, մենք խոսում ենք արտասահմանյան հայտնի կայքերի պատճենումների մասին, որոնք իրականում գոյություն չունեն, բայց այդ կայքերում տեղակայվում են Հայաստանի Հանրապետության դեմ նյութեր, հետո այդ նյութերը այստեղ արտատպվում ու տիրաժավորվում են։ Հետո այդ ամեն ինչի դեմ ինչ պիտի անենք։ Դե Եվրոպական միությունը մեզ Եվրոպական միությունը մեզ աջակցելու է, բայց մենք այդ համակարգ դարձնելու ենք։ Հիմա դուք ձեր հարցի պատասխանը ունեք։ Ես կարծում եմ, որ մենք այս տարի շատ կարևոր քայլեր ենք արել։ Եվ այդ կարևորագույն քայլերից առաջինը ես ուզում եմ այնուամենայնիվ հիշատակել մարտի 24-ին ազգային ժողովում ընդունված Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքը։ Միակ օրենքը, որը ազգային ժողովում ընդունվել է ոչ կառավարության ներկայացման, ոչ պատգամավորների ներկայացման, այլ իբրև ժողովրդական նախաձեռնություն, համաժողովրդական նախաձեռնություն։ Եվ այդ օրենքի ընդունումը յուրատեսակ տրիգեր դարձավ նաև հետագա իրադարձություններին, եկեք էդ էլ արձանագրենք։ Այդ իրադարձություններից կարևորագույնը բնականաբար Վաշինգտոնն էր, որովհետև Վաշինգտոնում ընդունված համաձայնագրերը, հռչակագիրը, խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ադրբեջան հուշագրերը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, տարածաշրջանի իրավիճակ են փոխում, այլև իրավիճակ են փոխում ամբողջ աշխարհում։ Մենք դրա պատմական նշանակությունը, դրա իրական նշանակությունը, դրա կարևորությունը մեզ համար, ինքներս մեզ համար արձանագրելու փոխարեն եւ այդ արձանագրումից հետո մեր օգուտները, մեր շանսերը որևէ օգուտ բազմապատկելու, մեծացնելու փոխարեն սովորաբար նման կերպ վարվում են քաղաքակիրթ երկրներ, այն երկրները, որտեղ ազգային շահի գիտակցություն կա։ Իսկ մենք օգոստոսից առ դեկտեմբեր զբաղվեցինք ում է ձեռնտու տրիպը կլինի, թե չի լինի, ընդհանրապես այս տրիպը նոյեմբերի 9-րդ կետն է, պարզապես այն ժամանակ տալիս էինք Ռուսաստանին, հիմա տալիս ենք Ամերիկային, լավ էլի, իսկապես, լավ էլի, ինչքան կարելի է այդ, ինչ ասեմ, աբսուրդային քննարկումների մեջ վատնել, թե սեփական ժամանակը, թե ժողովրդի ժամանակը, ինչքան կարելի է մարդկանց ապա կողմնորոշել։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան ինչքանն է, որքան ինչուն է, որովհետև այդ ինչուի ժամանակ, եթե դու հարցը դնում ես արմատական, դու ստանում ես պատասխանը այդ հիբրիդային պատերազմի պատճառների, որովհետև այո Ռուսաստանին ընդհանրապես սա Ռուսաստանի համար նոնսենս էր եւ Ռուսաստանին ընդհանրապես պետք չի այս տարածաշրջանում խաղաղություն։ Բացարձակապես պետք չի, որովհետեւ ինքը այստեղ կորցնում է իր ազդեցության բոլոր հնարավոր լծակները։ Այդտեղ էլ հիմնավորվում են, կներեք, այդտեղ էլ հիմնավորվում են Մարիա Զախարովայի պարբերաբար բարձրաձայնվող նույնքան աբսուրդային հայտարարությունները,
Մարիա Զախարովան պատրաստ է աշխարհում բոլորին ամեն ինչի մեջ մեղադրել, այդ թվում առաջինը բնականաբար մեզ բոլորիս, բայց մեղադրանքների հիմքում ոչ թե տեսնում է այն քաղաքականությունը, որ Ռուսաստանն է տարածաշրջանում վարել, այլ այն քաղաքականությունը, որի վրա այդ, ինչ ասեմ, վամպիր եվրոպացիները փորձում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել։ Վամպիրները սովորաբար հայտնվում են այնտեղ, որտեղ նպաստավոր պայմաններ կան իրենց գոյության համար։ Այդ նպաստավոր պայմանները ինքը իր համար աննպաստ կերպով ստեղծեց Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանը ժամանակին աներ ճիշտ ընտրություն, եթե Ռուսաստանը ոչ թե իր օրընթաց շահը գերագնահատեր առայն, որ պետք է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին եւ դրանով ապահովել Ադրբեջանի Թուրքիայի չեզոքությունը գոնևը Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ, եթե այդ հաշվարկները ճիշտ աներ, իսկ հաշվարկների հիմքում էր, որ ռուսները մտնում ու 3 օրում Կիևն են գրավում եւ Ուկրաինան կապիտուլացվում է, հաշվարկների հիմքում դա էր։ Բայց ինչ է կատարվում մինչև հիմա։ Այդ սխալ հաշվարկների հետևանքով տարածաշրջան են կորցնում, որովհետև այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը իր համար համենայն դեպս շատ դանդաղ, բայց փորձում է դիվերսիֆիկացնել պարենային անվտանգությունը, փորձում է դիվերսիֆիկացնել էներգետիկ անվտանգությունը, փորձում է, շատ դանդաղ կրկնում եմ, բայց փորձում է։ Եվ եթե հիմա ինձ հարցնեիք, որոնք են, ասենք, 20-25-ի մեր հաջողությունները եւ որոնք են այն չասենք ձախողումները, որոնք են այն քայլերը, որոնք չարվեցին, բայց եթե արվեին այս հաջողությունները բազմապատկվելու էին եւ նոր զարգացումների, նոր հեռանկարների դուր էին բացելու, ես միանշանակ կասեի հապկը, այդ չարաբաստիկ հապկը, որից մենք ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ։ Այն հապկը, որից դուրս գալու պարագայում մենք ոչ թե Ռուսաստանի քաղաքականության վրա ազդելու, չգիտեմ, ինչ որ լծակ, մծակ, ինչ որ ապրիորի մեզ համար հնարել ենք ապրիորի միֆ ենք պահում, այլ այս հապկից դուրս գալու պարագայում մենք արդեն քայլ առաջ ենք անելու դեպի ՆԱՏՕ+, գուցե հետո նաև ՆԱՏՕ, այսինքն անվտանգային համակարգի նոր ճարտարապետ, աշխարհում ձևավորվող անվտանգային նոր ճարտարապետության մաս ենք դառնալու, բայց մենք հավասարակշռի կողմնակից ենք, այդ հավասարակշռի վրա փորձում ենք հավասարակշռել անհավասարակշիռը, որովհետև դու կարող ես հավասարակշիռ քաղաքականություն վարել, եթե դու զարգացած տնտեսությամբ երկիր ես եւ գտնվում ես Եվրոպայի կենտրոնում, ոչ ուրիշ տեղ։ Իսկ այն աշխարհագրական մեր պայմաններում այսքան մոնոպոլիաների առկայությամբ որևէ հավասարակշիռ միֆական է։ Սա է խնդիրը։ Հապկից բացի, մենք շարունակում ենք մնալ, չգիտես ինչու ԱՊՀ-ի անդամ։ Հիշում եք, չէ՞, գուցե չգիտեմ, հեռուստադիտողները մոռացած կլինեն, երբ ժամանակին ԱՊՀ-ն հիմնադրվում էր, հայտարարվում էր, որ դա ԽՍՀՄ-ից քաղաքակիրթ ամուսնալուծության ձև է։ Բայց ինչ որ չգիտես, գուցե հենց այնքան ժամանակ ինչքան տևել է ամուսնությունը, այդքան տևելու է ամուսնալուծությունը այս պարագայում։ Դարապես ԱՊՀ-ն հիմա մի կառույց է, որտեղ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական որևէ կոնկրետ հարց չի լուծվում, հավաքվում են, քննարկում են, ընդունում են իբր թե օրենքներ, որոնք որևէ երկրում չեն գործում։ ԵԱՏՄ-ն Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո իր առաջին իսկ ելույթներից առ այսօր ԵԱՏՄ-ն փորձում է միասնական գների հասնել էներգակիրների շուկայում, փորձում է բացատրել, համոզել, ներկայացնել, հորդորել թվային տեխնոլոգիաների անցնելու։ Աստծո սիրուն, ինչ թվային տեխնոլոգիաներ կոռուպցիայի համատարած այդ կառավարման համակարգում կոռուպցիան իբրև միջոց ընդունող երկրներում։ Դա Դոն Կիխոտի պայքարն է հողմաղացիների դեմ։
հաջողություն չի ունենալու այդ ասպարեզում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից անցնցում աստիճանական դուրս բերելու քայլեր անելու մեջ։ Արել է, անում է այդ քայլերը։ Փառք ու պատիվ իրեն, հապաղում է բումերանգի էֆեկտով հետ հարվածելու է իրեն, իր իշխանությանը։ Շատ լավ, Տիկին Ադամյան, ամփոփենք ռուսական ազդեցության չեզոքացումը կամ ռուսական ազդեցության դեմ գործող իշխանությունների պայքարը կոնկրետ շրջանակների միջոցով, որը որ տարվում է, մինչև այս պահ ինչպես կգնահատեք, ես նկատի ունեմ նաև այդ համատեքստում դիտարկենք որոշ հոգևորականների դեմ սկսված այդ գործընթացը։ Մենք տեսանք, որ ԱԱԾ-ն փաստաթուղթ հրապարակեց, այսինքն փոքր քայլերով, բայց փորձում են չեզոքացնել։ Մինչև այս պահ ինչպես կգնահատեք շրջանակների, ռուսական ազդեցության շրջանակների դեմ իշխանության պայքարը։ Իշխանությունը փորձում է նաև մեկ լրացուցիչ հարց, Տիկին Ադամյան, մենք տեսանք, որ օրերս Ռուսաստանի հայերի միության նախագահը շքանշանով պարգևատրվեց Պուտինի կողմից։ Սպասել, որ հաջորդը, ով կփորձի խառնվել այստեղ ներքաղաքական իրավիճակին, կարող է լինել Արա Աբրամյանը։ Հերթով գան Ռուսաստանից այս իրենց պատկերացմամբ ազդեցիկ կամ ազդեցություն ունեցող Զարմանում եմ, որ Արա Աբրամյանի մասին որևէ մեկը մտածում է, որ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, գուցե Մալիշկա գյուղում, այո, բայց Հայաստանի Հանրապետությունում։ Երեք, ես ուզում եմ այնուամենայնիվ շեշտել այն տեսակետը, շեշտել պարզապես, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում որևէ մեկը չի պահանջում։ Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգացնել, բայց հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հիմքում պետք է լինի հավասարաչափ վերաբերմունքը։ Ռուսաստանի Դաշնությունում պետք է լինի ընկալում, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան պետություն է, ունի իր պետական շահերը եւ հետամուտ է ու պաշտպանելու է իր պետական շահերը։ Կընդունի Ռուսաստանի Դաշնությունը այդ գործելակերպը, փառք ու պատիվ իրեն, չի ընդունի, այստեղ արդեն պետք է որոնել, թե ինչ է ուզում Ռուսաստանը իր դիկտատը Հայաստանի Հանրապետությունում հաստատելու համար, այդ դա պետք է հասկանալ։ Պարզ է, չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է իր մոնոպոլիաների միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին խառնվել։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ վերկաց Լաոյից սկսած մինչև Կոզանոստրա մեր ձևով նույն Ռուսաստանի Դաշնության թելադրանքն է, նույն հիբրիդային պատերազմն է, նույն ձեռագիրն է, որը գործել է Մոլդովայում, որը գործել է ոչ միայն հետխորհրդային տարածքի, այլև արևելյան Եվրոպայի երկրներում։ Բացարձակապես նույն ձեռագիրն է, նույն ձեռագրի շրջանակներում ներառված նաև հոգևորականներով։ Ընդամենը, հիմա եթե մենք իսկապես Եվրամիության աջակցությունն ենք որոնում եւ ստացել ենք այդ աջակցությունը հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարի, ունենալու ենք համակարգ, կարողանալու ենք այդ համակարգը աշխատացնել ոչ միայն 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում, այլև երկիրը պաշտպանված դարձնելու համար։ Կա այդ հարցի պատասխանը, կա իշխանությունը ունի այդ հարցի պատասխանը։ Ես ուզում եմ, որ ունենա, որովհետև մեզ պետք է պաշտպանված լինել, մեզնից յուրաքանչյուրը պետք է զգա, որ իր հայրենիքը իրեն պաշտպանում է, որտեղ ինքը իր հայրենիքին պաշտպանում է, որտեղ ինքը պատրաստ է իր հայրենիքի համար իր կյանքը տալ։ Սա է հարցերի հարցը։ Ուժեղ մնան այդ մարդիկ, դրանով էլ ամփոփենք Տիկին Ադամյան, որ արժեքի վրա հիմնվեն եւ ուժեղ մնան, որպեսզի չտրվեն այդ մանիպուլյացիաները։ Ինքնիշխանություն։ Ուրիշ որևէ անսակարգ արժեք չկա։ Մենք պետք է մեր ինքնիշխանությունից քայլիսկ դույզնից չնահանջենք, որովհետև եթե դու ինքնիշխան չես, քեզ վերաբերող որոշումները ընդունում են օտարները։ Օտարների ընդունած որոշումները ծառայում են իրենց շահերին։ Մենք ունենք գլխավոր խնդիր 2026-ին։ Եվ այս բոլոր հաջողությունները, որոնք ես չհասցրեցի թվարկել, եւ այն բոլոր ռիսկերը,
որ մեր հապաղումների հետևանքով համենայն դեպս մենք ժառանգելու ենք, փոխանցելու ենք 2026-ին, հանգում են մի կետի։ Ովքեր են Հայաստանի Հանրապետությունում 2026-ի հունիսի 7-ին լինելու գլխավոր դերակատարները։ Տեսեք, արտախորհրդարանական թե խորհրդարանական ընդդիմադիր դաշտում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Ամենայն դեպս բոլորը կարծես թե միմյանցից փորձում են ձերբազատվել, տարբեր հայտարարություններ են հնչում, որ իրար հետ ոչ մի կապ չունեն, անդադ իրար հետ են, բոլոր միջոցառումներին միասին են, բայց հայտարարում են, որ իրար հետ կապ չունեն, նույնիսկ մեկը մյուսին կոչ է անում, դու հեռացի էլի, մի մասնակցի էլի, հավատանք մենք այդ միֆերին, թե մեր աչքի առաջ կա Գյումրիի օրինակը, առանձին գնում ենք, փորձում ենք ժողովրդին խաբել, մոլորեցնել, ստել, որ մենք բացարձակապես այլ քաղաքական ուժեր ենք, նրանք հին ձևով են, մերժելի ձևով են, մենք մեր ձևով ենք, մենք դավանում ենք դեմագոգիկ պոպուլիզմ, աշխարհի բոլոր հարցերը մենք լուծած ունենք, վաղուց անտի, այսինքն չենք լուծել էլի, միանշանակ, բայց կարող են չէ խաբել, կարող են չէ մոլորեցնել մարդկանց այն հատվածին, որոնք այնուամենայնիվ ունեն սոցիալական խնդիրներ, մարդկանց այն հատվածին, որոնց դե ֆակտո արդեն իսկ բաժանվում է ընտրակաշառք, սեփական գրասենյակները բացելու, այդ գրասենյակներում բարձր աշխատավարձ վճարելու միջոցով, որը որևէ ձևով չի տեղավորվում բարեգործության մասին օրենքներում չի տեղավորվում։ Մենք ունենք այս ամեն ինչը, հիմա մենք այս ամեն ինչին ինչ ենք հակադրելու։ Հակադրելու ենք մենք մեր ճշմարտությունը առայն, որ ինքնիշխանությունն է ամեն ինչի հիմքում, թե բացատրելու ենք մենք ինչ ենք առաջարկում, մենք ոնց ենք այդ հարցերը լուծում, արտաքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության, անվտանգային քաղաքականության, այ մնացած 5 ամիսը դրան է նվիրված լինելու եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ով ինչ հոռետեսական կամ ով ինչ լավատեսական եզրակացություն փորձի պարտադրել ժողովրդին, միևնույն է 2026-ը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հռչակել է ինքնիշխանության տարի եւ 21-րդ դարը Հայաստանի Հանրապետություն վերջապես բերելու տարի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցումների Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։